Գլխավոր դատախազության դիմաց մեկնարկել է մայրերի նստացույց ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի, որի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ մտահոգիչ։ Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ ուղեղի ցնցում ստացած եւ անկողնում գամված երիտասարդին փորձում են հիվանդանոցից տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Հայակվե նախաձեռնության անդամները եւ այլ ծնողներ պահանջում են անաչառ քննություն եւ հնարավորություն, որպեսզի Դավիթն իր լիարժեք բուժումը ստանա տանը, ընտանիքի հոգացության ներքո։ Նախատեսվում է, որ նստացույցը կշարունակվի 1 շաբաթ նպատակ ունենալով հանրային ուշադրություն հրավիրել խնդրին եւ կանխել Դավիթի տեղափոխումը ՔԿՀ։ Այս քայլով մայրերը փորձում են նաեւ զորակցություն հայտնել երիտասարդի ընտանիքին, շեշտելով, որ ոչ մի ծնող ապահովագրված չէ նման իրավիճակներից։ Ամեն դեպքում 18 տարեկան երեխա է եւ վատառողջ։ Ես համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ եւ մեծահոգի, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից, հատկապես երբ որ երեխա է, չի կարելի։ Դուք ճանաչում եք այդ ընտանիքին։ Չէ, չեմ ճանաչում ընտանիքին, չէ, բայց ըստ երևույթին շատ երեխա է, 18 տարեկան էլի, ոնց կարելի է։ Ես էլ ունեմ այդ տարիքի համարյա տղա ու իրանք դե տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ եւ տաքարյուն, դա բնական է, համենայն դեպս ես համարում եմ, որ պարտավոր են իրան ազատ արձակելու։ Շատ վատ է իրականում Դավիթի իրավիճակը, այնպես չի, որ ինքը մանկողնուց վեր կացավ, կկարողանա տեղափոխել քրեական կատարողական հիմնարկ։ Մեր նպատակը նաև դա է խոչընդոտել, որպեսզի Դավիթը ստանա լիարժեք բուժում հիվանդանոցում մինչև այն պահը, որ ի վիճակի կլինի ենթարկվել դատախազության հրամանին։ Իրենց ոստիկանության կամ քաղաքացիական հագուստով ոստիկանի վրա կախված չէր բեյջ, որ մենք իմանայինք, որ ինքը ոստիկան է եւ մոտ չգնայինք Փաշինյանին։ Հետո այնտեղ այնպիսի վիճակը, որ եկեղեցիում չեմ կարծում լինի ինչ-որ մեկը, որ պատրաստ էր ինչ-որ վնաս հասցնել Փաշինյանին, ավելի շատ մենք կմտածենք այնտեղ գտնվող մարդկանց մասին, քան իր առողջության մասին։